Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում լարված իրավիճակ է կապված անոթային բաժանմունքի ամբողջ թիմի աշխատանքից հեռանալու հետ։ Օրագիր Նյուզի հետ զրույցում առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը տեղեկացրեց, որ խնդիրը առաջացել է կենտրոնի նոր տնօրենի եւ բաժանմունքի աշխատակիցների միջև հակասություններից։ Նրա խոսքով անոթային բաժանմունքը ստեղծվել է մոտ 2 տարի առաջ եւ արդեն հասել է զգալի հաջողությունների։ Կենտրոնում կատարվել են եզակի վիրահատություններ, հատկապես ուռուցք ունեցող հիվանդների համար։ Մրցույթից հետո Ծառուկյանի նշանակումը տնօրենի պաշտոնում մեծ կոնֆլիկտ է առաջացրել բաժանմունքի վարիչի եւ նրա թիմի միջև։ Անուշ Պողոսյանը փոխանցեց, որ դրանից հետո բաժանմունքի ամբողջ թիմը բժիշկներով եւ մասնագետներով որոշում է ընդունել դուրս գալ աշխատանքից։ Այո, բոլորը միասին որոշում են դուրս գալ, հաշվի առնելով, որ տնօրենը ոչ ճիշտ գործընկերային հարաբերություններ ունի իրենց հետ եւ իրենց աշխատանքը խոչընդոտելու հակում ունի։ Նրա փոխանցմամբ խնդիրը միայն անոթային բաժանմունքի հետ չի սահմանափակվում։ Թիմի հեռանալուց հետո կենտրոնը կորցրել է նաև մի շարք այլ փորձառու մասնագետների, այդ թվում պետպատվերի կառավարման եւ կանոնակարգման ծառայությունների պատասխանատուներին։ Պողոսյանը նաև ընդգծեց, որ մրցույթի ժամանակ Ծառուկյանը մեծ հպարտությամբ է ներկայացրել կենտրոնի զարգացման ծրագրում անոթային բաժանմունքի ստեղծման եւ ձեռքբերումների մասին։ Քանի որ ես այդ մրցույթին եղել եմ, այդ մասը շատ կարևոր է որ նշվի, ինքը այդ մրցույթում երբ որ ներկայացնում էր զարգացման ծրագիրը, ինքը շատ մեծ հպարտությամբ էր պատմում հենց այս անոթային բաժանմունքի ստեղծման մասին։ Իհարկե բաժանմունքը ի պատիվ նախկին տնօրենի է ստեղծվել, բայց նաև մեծ հաջողություններ են արձանագրել էլի, այսինքն ստացվում է, որ զարգացման ծրագրին ինքը ներկայացրել է այդ բաժանմունքը այդ կադրերով, այդ մարդկային ռեսուրսով։ Նրա խոսքով կենտրոնը նաև ֆինանսական խնդիրներ եւ պարտավորություններ ունի առևտրային բանկերի առաջ։ Աշխատավարձերը հաճախ վճարվում են վարկային միջոցներով, ինչը խոսում է կառավարման լուրջ խնդիրների մասին։ Պողոսյանը ընդգծեց, որ իրավիճակը պահանջում է պետական մակարդակով մանրակրկիտ ուսումնասիրություն, կանխելու համար հնարավոր ֆինանսական եւ կառավարման ճգնաժամերը։ Օրագիր Նյուզը պարզաբանման համար զրուցեց նաև ուռուցքաբանության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Սոնա Խաչատրյանի հետ, ով հայտնեց, որ կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի մի քանի բժիշկ, այդ թվում բաժանմունքի ղեկավարը իրենց սեփական դիմումի համաձայն հեռացել են աշխատանքից։ Մնացած մասերով այս թեմայով հավելյալ պարզաբանում չեմ կարող տալ, որովհետեւ պատճառները թե ինչու են դուրս եկել, ասես հիմքերը չեմ կարող տալ, կարող եք դա արդեն իրենցից ճշտել, բայց սեփական դիմի համաձայն դիմել են տնօրենին եւ աշխատանքի ազատման դիմում ներկայացրել։ Նա ասաց, որ բժիշկների հեռանալը որևէ կերպ չի նշանակում, որ խնդիրներ են եղել տնօրենի եւ աշխատակազմի միջև։ Նա հավելեց նաև, որ բաժանմունքը շարունակել է բնականon գործունեությունը եւ նոր մասնագետներով է համալրվել հաջորդ իսկ օրը։ Անկախ նրանից, որ բժիշկները սեփական դիմի համաձայն դուրս են եկել աշխատանքից, միևնույն է բաժանմունքը շարունակել է գործել ու ընդունել ու սպասարկել հիվանդներին։ Եվ նման այսպես որակումներ, որ խնդիրներ կան կապված տնօրենության եւ աշխատակազմի հետ, նման այսպես բան չկա եւ մենք այս մասով որևէ պարզաբանում չենք կարող տալ։ Ֆինանսական հարցերի վերաբերյալ Խաչատրյանը նշեց, որ կենտրոնի ֆինանսական վիճակը կայուն է եւ դրական, որ որևէ խնդիր չունեն աշխատավարձերի վճարման հետ կապված եւ նախատեսված օրը բոլոր աշխատակիցները իրենց աշխատավարձերը ստանում են պատշաճ կարգով եւ առավել եւս վարկային հավելյալ միջոցների ներգրավման կարիք չի եղել մինչ օրս։